ժողովուրդը այլընտրանք չի ունենալու, քան դիմի ծայրահեղ միջոցներին եւ ապստամբի պետության, այսինքն պետական մարմինների դեմ։ Մենք սա չենք ուզում։ Մենք ընտրել ենք խաղաղ պայքարի միջոցները, բայց եթե նման բռնի ձևով մեր խաղաղ պայքարի միջոցները սահմանափակվեն, եթե մենք համարենք, որ մեր երկրում այլևս խաղաղ պայքարով հնարավոր չէ հարցի լուծման հասնել, ապա մենք կընդվզենք եւ կդիմենք ուժային պայքարի միջոցներին։ Այսօր մեր երկրում կան տասնյակ եւ հարյուրավոր երիտասարդներ, ովքեր ցանկացած պահին պատրաստ են զենք վերցնել։ Այսօր մեր ձեռքը գնում է զենքին, բայց նաեւ լսելով մեր ավագ սերնդի հորդորները, կոչերը, մենք զինյալ պայքար չենք սկսում։ Չնայած անձամբ իմ կարծիքով 2008 թվականի մարտի 1-ից հետո Հայաստանում այլևս խաղաղ պայքարի մեթոդները սպառվեցին, որովհետև ռեժիմը տանկերը մտցրեց քաղաք եւ փաստացի զավթեց ժողովրդի իշխանությունը։ Բայց մենք դեռևս պայքարում ենք խաղաղ մեթոդներով։ Ես հիմա զգուշացնում եմ ռեժիմին, սա սպառնալիք չի, մենք սպառնացողներից չենք, եթե պետք լինի կանենք։ Մի գնացեք նման արկածախնդրության։ Ես հիշեցնում եմ, որ ինչպես տասնյակ տարիներ առաջ եղավ, երբ մի ծերունի հայ Ամերիկայում սատկացրեց Թուրքիայի հյուպատոսին, սա մեծ ալիք բարձրացրեց ամբողջ հայ երիտասարդության մոտ եւ նորից բարձրացվեց հայկական հարցը։ Նույն բանը կլինի Հայաստանում։ Եթե մեկ կրակոց հնչեց Հայաստանում, պատկերացրեք դուք առավոտյան արթնանաք ու իմանաք, որ Սաշիկին սատկացրել են, ասենք, չգիտեմ, Լֆիկին սատկացրել են կամ Նեմեցին սատկացրել են։ Ամբողջ ըմբոստ երիտասարդությունը կզինվի ու դուրս կգա ռեժիմի դեմ։ Որպեսզի սա չլինի, ես զգուշացնում եմ ռեժիմին։ Ապրիլի 24-ին ռեժիմը հեռացվելու է, ցանկացած ձևով, ցանկացած մեթոդով հեռացվելու է։ Ես նախապես զգուշացնում եմ, մի դրդեք մեզ գնալ կոպիտ գործողությունների։ Կրկնում եմ, այսօր բազմաթիվ երիտասարդներ պատրաստ են զենք վերցնելու եւ կվերցնեն, եթե մեր դեմ փակվի խաղաղ ուրեմն պայքարի միջոցները։ Երեք տիպի արձագանք եղավ մեր հասարակության մեջ, ես կուզեմ հերթով նշել այդ արձագանքները։ Նախ եղավ համերաշխության արձագանք եւ փաստորեն իրենք օգնեցին քարոզչական աշխատանքին, մենք Երևանում դեռևս չէինք սկսել լայնամասշտաբ աշխատանքներ, բայց փաստորեն իրենց այս արարքներով շատ տասնյակ հազարավոր մարդիկ իմացան այս շարժման գոյության մասին, ավտոերթերի մասին, որոնք դեռ Երևանում չեն էլ անցկացվել, նաև հարցեր առաջացան իսկ ինչու ապրիլի 24-ին, այսինքն քարոզչական լուրջ աշխատանք եղավ։ Եվ այդ համերաշխությունը եղավ մարդկային, որոնք մարդիկ մոտենում էին եւ իրենց զորակցությունն էին հայտնում, որոշները նաև նվիրատվություններ էին անում այդ նյութական կորուստների նկատմամբ, որ եղավ մարդկանց մոտ, մասնակիցների եւ աջակիցների, այսինքն եղավ համերաշխության լրջագույն ալիք եւ անգամ մարդիկ, որոնք երբևիցե չեն եղել աջակիցներ նախախորհրդարանի կամ 100-ամյակն առանց ռեժիմի շարժման, բարձրաձայն արտահայտեցին իրենց ուրեմն պատրաստակամությունը մասնակցել մեր հետագա գործողություններին, այսինքն իրենք օգնեցին մեզ։ Սա շատ բնական եւ առողջ ուրեմն արձագանք էր հասարակության, որը խոսում է, որ մեր հասարակությունը ինչքան էլ հիվանդ լինի, այնուամենայնիվ անշրջելի հիվանդ չի։ Իհարկե, կար այլ արձագանք նույնպես, օրինակ ամբողջ պաշտոնական քարոզչության մեքենան լռության մատնեց, ինչպես նաեւ պաշտոնական ընդդիմությունը ճակերտավոր նույնպես ոչ մի դատապարտման խոսք չասեց, հազվագյուտ բացառությամբ կարող եմ ասել, Ռաֆի Հովհաննիսյանի, որը իր հարցազրույցներից մեկում հարց տրվեցին, ինքը դատապարտեց։ Եվ ուրեմն երրորդ տիպի արձագանքը հեգնանք եղավ, որ իբրև թե նախախորհրդարանը ինքն իրեն հարվածում է եւ ինքն իրեն վառում է, իր հրկիզում է իր մեքենաները, ընդ որում դա անում է ազգային անվտանգության շենքի առջև, որտեղ հազարավոր կամերաներ կան, եւ կենտրոնի ոստիկանության անմիջական մոտակայքում, որտեղ այդ ամեն ինչ նույնպես նկարահանված պիտի լինի։ Ակնկալիք չունենալով, որ կբացահայտվի, որովհետեւ վերջիվերջո իրեն չեն բացահայտելու։ Այդ ամբողջը կբացահայտվի ոչ ուշ, ուրեմն ռեժիմի դաբալումից հետո շատ օրեր անց այդ ամբողջ ռեպրեսիան, որ տեղի է ունեցել այս 20 տարիների ընթացքում, այդ ամբողջը ջրի երես եկալու ես չեմ կասկածում։ Ինչ վերաբերում է մեր անելիքներին, մենք համառորեն շարունակելու ենք մեր ուղին,
մենք ավտոերթերը շարունակելու ենք, ավելին դրանց բարբերականությունը ավելացնելու ենք, մեր մոտակա ծրագրում չկար միտք, որ մենք պետք է Երևանում անցկացնենք, մենք Դագավին սկզբնական շրջանում ծանրացել ենք շրջանների վրա, այս դեպքից հետո որոշեցինք դեկտեմբերի 7-ին Երևանում անցկացնել, մենք մեր ծրագրում ունենք նաև դեկտեմբեր 20-ին 2021 Սյունիքով հասնելու ենք Արցախ, մենք խոճապի չենք մատնվում, մենք այսօր ազգային ժողովին հատուկ ճնշելու մեթոդին կողմնագից չենք, այն իմաստով, որ այդ ամբողջը դեկորացիա է, այսինքն այսօր գնալ ազգային ժողովից ինչ-որ բան պահանջել կամ փորձել ճնշել, որ նրանք չսխալվեն, դա անիմաստ աբարթյուն աշխատանք ենք համարում, գլխավորապես նաև ելնելով այն սկզբունքից, որ մենք պայքարի տրամաբանությունը այս ռեժիմի դուրս ենք տեսնում։ Սա այսպես, իսկ թե մենք թույլ ենք տալու, որ այս համագարկը, այս ռեժիմը մեզ դանի մի նորելուկ կայսրության անդամ դարձնելու, բնականաբար ոչ, եւ մենք այդ լուծումը տեսնում ենք ոչ թե փորձել ճնշելով այսօրվա կեղծ հաստատություններին, այլ հստակ գազམ་ակերպվելով, հստակ ծրագրելով այնպիսի մի գործողություն, որի արդյունքում ցերպազատվելու ենք այս ռեժիմից։ Ես ուզում եմ հիշեցնել, երբ որ ժամանակին DIY կոչվող ուրեմն բանը ակումբը վառեցին, տեսագրությունը շատ հեռվից էր, գրեթե ոչինչ չէր երևում, ժամերի ընթացքում հայտնաբերվեցին անձինք, ովքեր այրել են այդ ակումբը։ Այն տարածքում, որտեղին վրա հարձակվել են, նկարահանվում է մոտ 3 տեսախցիկներով։ Հիշեցնեմ, որ հենց այդ տարածքում ոստիկանությունը տեսախցիկի ձայնագրության արդյունքում ձերբակալել է մի գողի, որը մի կնոջից ուրեմն պայուսակներ գողացել։ Այսինքն, եթե ոստիկանությունը ուզենար, արդեն մարդիկ ձերբակալված կլինեին, բայց ինչպես արդեն մենք ասեցինք, ոստիկանությունը ինքը իր աշխատակիցներին կամ իր հետ համագործակցող կրիմինալին չի ձերբակալելու։